Դուք այս դահլիճում քննարկումների ժամանակ գազի գնի բարձրացման հետ կապված հայտարարեցիք, որ Իրանը մեզ գազ է մատակարարում Ռուսաստանից շատ ավելի բարձր գնով եւ այդ գինը աճելու է եւ երկրորդը, որ այդ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, լիովին բավարար է Հայաստանի ուրեմն կարիքները ապահովելու համար։ Դրանից օրեր անց Ռեգնում գործակալությանը Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն Մոհամմադ Ռեիսին հայտարարեց, որ նախ Իրանը Հայաստանին գազ մատակարարում առաջարկում է գնել Ռուսաստանից շատ ավելի էժան գնով եւ հայտարարում է, որ ցավոք սրտի իր բառերն եմ ցիտում, այն ժամանակ, երբ մենք կառուցում էինք հայ-իրանական խողովակաշարը, որոշվեց դրամագիծը լինի ոչ մեծ, որը հնարավորություն չի տալիս մատակարարելու։ Այս հարցս հիմա հետեւյալն է, կամ բացատրեք, դուք պնդում եք ձեր ասածը եւ եթե այո, ուրեմն ինչի է ստում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, եթե ոչ, ինչու եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցել։ Շնորհակալություն։ Ես շարունակում եմ պնդել իմ այն հայտարարությունը, ինչ որ արել եմ ազգային ժողովում ձեր առջև։ Իրանից Հայաստան գազատարը ունի 700 մմ տրամագիծ, կոմպրեսորային կայանը թույլ է տալիս 36 մթնոլորտ ճնշում լրացնել նրա մեջ։ Հաշվարկի խնդիր է, ինչքան գազ կարելի է դեպքում բերել։ Դա թույլ է տալիս բերելու 2.3-2.4 միլիարդ խորանարդ գազ։ Մեր ներքին պահանջարկը 2 միլիարդից չի հասնում 2 միլիարդ։ Գումարած դրան հնարավորություն կա լրացուցիչ կոմպրեսորային կայան դնելով, խողովակաշարը կառուցված է մինչև 45 մթնոլորտ ճնշման համար, ավելացնել եւ գազի ծավալը հասցնել մինչև 3 միլիարդ։ Սա նորից եմ կրկնում, զուտ հաշվարկի խնդիր է, տեխնիկական խնդիր է, որևիցե դեսպան, որևիցե այլ մարդ չի կարող սա փոխի, որտեղ սա փաստ է։ Ինչ վերաբերում է գազի գնին, այս ժամանակահատվածում ինչ բանակցություններ էին գնում ռուսական կողմի հետ, ես ինքս բավականին շատ բանակցություններ եմ ունեցել նաև Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի հետ, փոխնախարարի հետ, նախարարի հետ, Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ եւ այն ինչ որ ասել եմ, նորից պնդում եմ, որ նրանք չեն կարող մեզ ավելի էժան գազ տալ, քան այն ինչ որ առաջարկում է ռուսական կողմը։ Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարություններին, ես ինքս դեսպանի բերանից դա չեմ լսել։ Համենայն դեպս, եթե բառացի ինչ որ ասել է նայագրված, ուրեմն դեսպանը ուղղակի չի տիրապետել իրավիճակին։ Ես էլ անձամբ չեմ տեսել բերանը բացել փակելուց, բայց ցիտում եմ ըստ բանի, ուրեմն կարծում եմ, որ արտգործնախարարը պետք է համապատասխան ուրեմն զրույցի հրավիրի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին եւ բացատրի, որ չի կարելի հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու հայտարարություններ անել, սա մեկ, երկրորդը գազի գնի հետ կապված, ուրեմն այդ 380 քանի դոլար է Իրանը, հա, առաջարկում, ինչպես դուք եք ասել, այսօրվա դրությամբ Գազպրոմը հաշվի առնելով այդ թերթակարային ուրեմն գազի արտադրությունը ԱՄՆ-ում, որ ոչ միայն արդեն սկսել է իրեն ապահովել, այլ Կանադա է ներմուծում, եւ արտահանում է գազը, գները Գազպրոմը Եվրոպայում իջեցնում է։ Այսինքն այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիան 310 դոլար է մուծում, մենք մուծում ենք 520 մեկ խորանը 1000 խորանարդ մետրի համար եւ խոսք է գնում այն մասին, որ Գազպրոմը ստիպված պետք է Ստատոյլի հետ իր մրցակցության արդյունքում իջեցնի արևմտյան Եվրոպա մատակարարող գազը ընդհանուր մինչև 176 դոլար։ Տարօրինակ չէ արդյոք, որ մեր ստրատեգիական պարտները այս պարագայում մեզ վաճառում է գազը 210-15 դոլար ավելի շատ 1000 խորանարդ մետրի դիմաց, քան Մեծ Բրիտանիայի իրենց ոչ ստրատեգիական պարտներ գործընկերներին։ Տեղեկացնեմ, որ ձեր նշած թվերը թե Մեծ Բրիտանիայի մասով, թե ընդհանրապես թերթակարային գազերի մասով չի բռնում իրականության հետ։ Ես կարող եմ ձեզ ներկայացնել, կներկայացնեմ, այսինքն ձեզ կուղարկեմ, թե որ երկիրը ինչ գնով է առնում, ինչ գնով է ծախում գազը, պաշտոնական տվյալները
կներկայացնեմ ձեզ, եւ թե նաեւ ինչ է նստում թերթակարերից ստացված գազի 1000 խորանարդ մետր գազի ինքնարժեքը նույն Ամերիկայում եւ ինչպես կարող է այն մրցունակ լինել ռուսական գազի այսօրվա գների հետ։ Շատ կարճ հստակ հարց եմ տալիս։ Երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, ով է ստորագրել եւ այդ պայմանագիրը падգամավորներին հասու է թե չէ։ Ես կարող եմ այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ։ Ուրեմն թե երբ է ստորագրվել օր ամսին որ բանին չեմ կարող հիշողությամբ ասել, անկարծ չսխալվեմ, ինչ վերաբերում է պայմանագրի տեքստին ծանոթանալուն, այո, բացի կոմերցիոն բնույթ պարունակող բաներ, մյուս մասը կարող ենք բացել եւ տալ ձեզ։ Գոնե ամիսը խնդրում եմ հիշեք, երբ է ստորագրվել։ Չեմ հիշում։ Ամիսը երբ է ստորագրվել։ Այս տարի թե անցյալ տարի գոնե։ Չեմ հիշում, հիմա կճշտեմ կասեմ, դժվար է ինչ որ, բայց հիմա ասեմ վաղը կասեք մի ամիս շուտ ասել, մի ամիս ուշ ասել, կճշտեմ կասեմ, ինչ է եղել։ Ոչ, հարցի ենթատեքստը հետևյալն է։ Դա հարկավոր է 2 օրվա հետ համեմատել։ Սերժ Սարգսյանի հայտարարության մարտի 18-ի, երբ ինքը հերյուրանք համարեց ապրիլի 1-ից թանկացած գնով գազ առնելու մասին ինֆորմացիան։ Եվ երկրորդ, դա պետք է համատել փետրվարի 19-ի ընտրությունների հետ։ Դրա համար դուք չեք ասում ուղղակի, դա եղել է այդ ժամկետից առաջ, թե այդ ժամկետից հետո։ Հաջորդը միջազգային պայմանագրերի մասին օրենքը, որի իմ ձեռքին է, 2 պունկտ ունի, որտեղ այդ պայմանագրերը վավերացման են ենթակա։ Մի դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ է վերցնում այդ պայմանագրով, եւ մյուսը, երբ գերատեսչություններն են ստորագրում եւ պարտադիր վճարումների խնդիր է առաջանում։ Գոնե այս հարցին պատասխանեք, այս պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ վերցնում է վճարման համակարգի հետ կապված եւ պարտադիր վճարներ դրա հետևանքով առաջանում են թե ոչ։ Հայաստանի կառավարությունը ոչ, պայմանագիրը ստորագրում է Հայ-Ռուսգազարդ փակbaşնետիրական ընկերությունը ռուսական Գազպրոմ փակbaşնետիրական ընկերության հետ, ընդամենը արկուվաճառքի պայմանագիր, եւ այստեղ կառավարությունը վճարման որևիցե պարտավորության տակ չի մտնում։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին ստորագրման պահին, հաստատ եղել է դրանից ավելի ուշ, հետեւաբար կապել այդ գործընթացի հետ չի կարելի, ընտրությունների հետ կամ նախագահի հայտարարության հետ, դրանից հետո է եղել։ Իսկ կոնկրետ ամիս ամսաթիվ կճշտենք ասենք ձեզ։